Գիտեք, հասարակ բան, ես համատություն եմ արել, իմ ասոք իրանունը չտամ, որ շատ գովար չդիտվի, մի հատ հյութ կար, որը վաճառվում էր մեր տան խանութում, դիմացի խանութում, ուրեմն արժեր 850 դրամ։ Բարեզբուն իմաստով դեկտեմբերի 28-ից այս կողմ, այդ հյութը լիտրանոց հյութի մասն է խոսքը, դարձել է 1150 դրամ։ Ինձ թվում է հասկացաք ինչի մասին է խոսքը։ Այսինքն, երբ որ կա 300 դրամի թանկացում, մենակ այդ մի հյութի մասին նշեմ, հա, ասենք չասեմ մնացածի մասով։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ տնտեսական աճի կամ զարգացման մասին է խոսքը։ Ես այսպես շատ տնտեսագետներ չեմ թույլ չեմ տալիս թվաբանության, համատությունների մեջ մտնել։ Բայց ապրում ենք, չեմ Գետի վրա եղած փաստերի մասին, փաստերով եմ խոսում։ Սա շեշտում եմ, որ ԿՊԱ-ականները հանգարց չմանիպուլացնեն, ասեն Ադրբեջանագետը դարձավ տնտեսագետ, դրա համար անպայման մի քանի անգամ շեշտում եմ։ Մնացած, գիտեք, առհասարակ աշխատատեղ ստեղծելը հեչել ուրեմն հեշտ գործ չէ։ Դրա համար լուրջ գիտելիքներ են պետք, ռեսուրս է պետք, ֆինանսական, պետք է նաև հմտություններ կառավարելու։ Եվ մեր ձևով շարժման կողմից առաջարկվող տնտեսական 5 ծրագրերը, որի մասին մենք հիմա թույլ տվեք ներկայացնել, հենց երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից։ Ինչու ենք անընդհատ նշում Սամվել Կարապետյան, որովհետև Սամվել Կարապետյանը իր ամբողջ կյանքի ընթացքում տնտեսության մեջ ունի այնպիսի լուրջ ձեռքբերումներ, որը մենակ ֆինանսապես չի պայմանավորված է կառավարելու ձիրք ունենալով, պայմանավորված է մենեջմենտ ասվածը խորքային առումով պատկերացնելով, ճիշտ մարկանց, մասնագետ մարկանց գործի ընդունելով, բանակցելու հմտությունները, ԽԾԲ տարբերակը բացառելով, այսինքն մարկանց հնարավորություն է տալիս իրենց գիտելիքները ոչ միայն օգտագործել, այլ նաև զարգանալ, զարգացնել, դառնալ ավելի լուրջ պրոֆեսիոնալ մասնագետ։ Եվ այդ 300,000 աշխատատեղը, որ մենք առաջարկում ենք մեր հայրենակիցներին, պատահաբար հաշվարկված չի։ Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս, որ պաշտոնական ուրեմն գործազուրկ մարկանց թիվը եւ ռեալ գործազուրկ մարկանց թիվը էականորեն տարբեր է։ Եվ այս 300,000 որ առաջարկում ենք, մենք սա առաջարկում ենք հենց այն մարկանց համար, ովքեր ոչ միայն պաշտոնապես են արձանագրված որպես գործազուրկ անձինք, այլ նաև չեն աշխատում, տանը նստած են։ Ու դա մեթոդաբանություն կա, որով որոշվում ով է գործազուրկ, ով գրանցման խնդիր կա, այսինքն երբ որ դու դիմում ես աշխատանքի համար ու գործ չես գտնում, դառնում ես գործազուրկ, բայց մարկը չի աշխատում, չի էլ դիմել, այսինքն ինքը sense tenants գործազուրկ է։ Եվ մենք նաև մտածում ենք, որ մեր առաջիկա 5 տարվա քաղաքական պլանի մեջ այս 300,000 աշխատատեղ ստեղծելը լավ էլ ռեալ է, լավ էլ իրական է։ Արդյունաբերականության հիմքն ենք սա սրանում տեսնում եւ մեր շարժման, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սրա մասին շատ է խոսել, բացատրել, որ տնտեսական ծրագրի մեջ նման 300,000 աշխատատեղ ստեղծելը ոչ միայն ռեալ է, այլ նաև շատ հեշտ է, հեշտ ասել ի նկատի ունեմ տարիների ընթացքում ձևավորվելու process է։ Այսինքն 5 տարվա կտրվածքում մենք կարող ենք 300,000 աշխատատեղ ստեղծել ու ամենակարևորը մարզերում։ Մեր նպատակը ոչ միայն Երևանը մայրաքաղաքակենտրոն աշխատատեղ ստեղծելն է, այլ աշխատատեղ ստեղծել մեր հարգելի մարզում բնակվող քաղաքացիների համար։ Այսինքն մարդը որ զարթնում առավոտ չգա հասնի Երևան կամ գնա Խոպան աշխատելու, որը ամենակարևոր խթանն է։ 300,000 աշխատատեղը նաև զսպում է արտագաղթի խնդիրը։ Մյուս հատվածը 0% հարկի մասին է, որը վերաբերվում է միկրո եւ փոքր բիզնեսներին, օրինակ հացի փոքր կրպակներ, վարսավիրանոցներ, կամ թեկուզ օրինակ ավտո պահեստամասերով մեքենա վերանորոգող կետեր, հիմա բառապակցությունը հստակ չեմ հիշում, այսպես բացատրեմ, որ մեզ լսողները հասկանան, մեքենա որտեղ վերականգնում են, հա, այսինքն վերանորոգում են այդ մեքենաների, դրանք են համարվում փոքր բիզնես։ Իհարկե այնտեղ եթե չեմ սխալվում 100 թե 120 միլիոն շեմ կա, որից հետո դառնում է միջին, հա, շրջանառության հարկի մասին է խոսքը։ Բայց այս պարագայում, այսինքն մենք այդ դա ենք տեսնում, այնտեղ ռիսկային գործոնել ենք հաշվարկել, թե ոնց լինի, որ մեծ բիզնեսները չտրողվեն մի քանիսից, այս ամբողջը հաշվարկված է։ Այսօր հենց փոքր ու միջին բիզնեսը իսկապես խեղտամահ է լինում, հենց հարկային բեռի տակ։ Այո, բացի դա մենք ունենք հաշվարկ, որի հետևանքով այսօր փոքր բիզնեսները, եթե թվով չսխալվեմ, մի քանի հազարի են հասնում, որոնք ռեալ փակման շեմին են կանգնած, իրենց բիզնեսը կորցնելու շեմին են կապված։ Երրորդ տնտեսական կետը, որ առաջարկում ենք, դա 20% էժան դեղորայքն է մեր հարգելի քաղաքացիների համար։ Դա միայն չի վերաբերվում մեր տատիկ պապիկներին, դա վերաբերվում է նաև յուրաքանչյուրիս, ովքեր բոլորս ենք օգտվում դեղատներից, դեղի կարիք բոլորս ունենք, եւ այդ գնի էական փոփոխությունը նաև պարզ ասեմ, ինչի Վրաստանը կարող է դա անել, իսկ մենք չենք կարող։
Ինչը մենք այդքան խելք չունենք, մենք այդքան հնարավորություն չունենք։ Ինձ թվում է մեր ազգին թերագնահատելը ամենամեծ մեղքը կլինի։ Մենք շատ խելքով, շատ ճիշտ է էմոցիոնալ, բայց շատ խելքով մենք շատ աշխատասեր ազգ ենք եւ ասել, որ սա հնարավոր չի, ուղղակի սեփական պատկերացումները, իհարկե դրանք մենակ Նիկոլ Փաշինյանի թիմը կարող ասի, նորմալ հայը նման բան չի կարող ասի։ Եվ չորրորդը բերքի մթերումն է։ Բերքի մթերումը ինքնին նույնպես հնարավորություն է տալիս գյուղացուն ոչ թե իր գյուղմթերքը վաճառել կամ փչանալու հետևանքով աղբը նետել կամ հարազատներին բաժանել, այլ մթերման կայան հանձնելով ունենալ եկամուտ, որը որ չի կորցնի, առնվազն իր վարկերը կկարողանա փակել կամ իր առօրյա հոգսը կկարողանա լուծել։ Մենք Մանիշկա գյուղում էինք, անցած տարվա նոյեմբերի կեսին էր, եթե չեմ սխալվում, որ գյուղացուն Նարեկ Կարապետյանը հարցեց, ասեց, լավ, դուք ձեր մթերքը ո՞նց եք ել, ձեր ուրեմն արտադրանքը ո՞նց եք մթերում, ո՞նց է միրգը կամ սովորական բանջարեղենը իրացվում, ասեց չենք իրացնում։ Այո։ Բարբերաբար մենք տեսնում ենք սեզոնային բողոքի ակցիաներ եւ տալիս ենք բարեկամներիս կամ ասենք այդպես ուտում ենք մենք ընտանիքով, ասենք դա նորմալ չի, որ գյուղացին պետքա քրտնաջան աշխատանք տանի, այսինքն արունը կիսի իր հողի հետ ու չունենա սովորական ապրելու հնարավորություն, մինիմալ պայմաններն եմ ասում, չեմ ասում լավի մասի, գոնե մինիմալը չունենա։ Սա արդար չի մեր քաղաքացիների հանդեպ։ Եվ 5-րդ կետը, որը թերևս որպես երիտասարդ ինձ համար ավելի այսպես որպես անհատած, ավելի հետաքրքրող է, դա 20000 բնակարանների կառուցումն է նորաստեղծ ընտանիքների համար։ Դա մեծ մասամբ շատ է հետաքրքրում։ Սա ասեմ, կարճ ասեմ ոնց ենք պատկերացնում, իսկ տնտեսական ծրագրի մասին ավելի մանրամասն կարդալու համար, չգիտեմ, այսպես նկարով ինչքանով կերևա, նախ առաջարկում եմ մեր ձևով շարժման գրասենյակ այցելել Տերյան 54/1 եւ կայքում նաեւ մեր ձևովի կգտնեք տվյալներ տնտեսական ծրագրի մասով։ Այստեղ կոնկրետ QR կոդ կա, որից անցնելով կարող եք տնտեսական ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալ։ 20000 բնակարանների մասին ասենք, ուրեմն պետությունը հողատարածքը առնում է իր միջոցներով, գազը, ջուրը, էլեկտրականությունը քաշում է իր միջոցներով, շենքը տալիս է կառուցելու, ուրեմն կառուցապատողն, այսինքն կառուցապատողը արդեն չի կարողանալու այդտեղ 2-3 անգամ գին մտնել, այնպիսի մեծ ծավալների գումար աշխատել, որը բանականության հետ աղերս չունի։ Մենք չենք ասում չպետք է կառուցապատողը եկամուտ ունենա, քավլիցի։ Մենք ասում ենք, որ կառուցապատողը պետք է ունենա այնպիսի եկամուտ, որ նաև մեր հասարակությունը կարող է իրան թույլ տալ բնակարան ունենալ։ Եվ 20000 ներողություն, 20000 բնակարան ուրեմն կառուցելով մենք նաև մեր ջահել սերունդին, ովքեր լուրջ պոտենցիալ ունեն տարբեր ոլորտներում, հնարավորություն ենք տալիս կապում ենք իրենց արմատները իրենց հայրին հողին։